Պատմության ամենախորը մշուշներում թաքնված է մի թագավորություն, որը կործանվեց ոչ թե թշնամու սրից, այլ մարդկային սրտի ամենամութ կրքերից։ Խոսքը Բրիտանիայի հավերժական առասպելի և Արթուր արքայի ողբերգական ճակատագրի մասին է։ Երբ երիտասարդ Արթուրը հանեց Էքսկալիբուրը քարի միջից, նա ոչ միայն թաքադրվեց որպես արքա, այլև իր վրա վերցրեց աշխարհի ամենաանտանելի ծանրությունը։ Հզորագույն կախարդ Մերլինի օգնությամբ նա կառուցեց Կամելոտը, մի լուսավոր ամրոց, կատարյալ խավարի և անիշխանության մեջ։ Նա հավաքեց աշխարհի ամենաազնիվ ռազմիկներին, կլոր սեղանի շուրջ, ստեղծելով մի եղբայրություն, որտեղ չկային տերեր և ծառաներ, այլ տիրում էր միայն բացարձակ արդարությունը։ Սակայն ճակատագիրը անողոք է, անգամ ամենավեհ երազանքների հանդեպ։ Այս կատարյալ թագավորությունը սկսեց փտել ներսից, երբ Արթուրի ամենահավատարիմ ասպետ Լանսելոտը և թագուհի Գվինևերը անձնատուր եղան արգելված սիրոն։ Այդ գաղտնիքը թունավորեց Կամելոտի արմատները, արթնացնելով դավաճանության և նախանձի մութ հրեշին։ Արթուրի սեփական արյունակից Մորդրեդը, օգտվելով պառակտումից, բարձրացրեց ապստամբության սև դրոշը։ Կամլանի արյունալի դաշտում հայր և որդի հանդիպեցին վերջին ճակատագրական մարտում, ընդմիշտ ավարտելով Բրիտանիայի ոսկե դարը։ Մահացու վիրավոր Արթուրը հրամայեց վերադարձնել Էքսկալիբուրը լճի խորխորատները և իրեն հանձնեց Ավալոնի առեղծվածային մշուշներին։ Ասում են, նա չի մահացել, այլ պարզապես ննջում է հավերժության մեջ, սպասելով այն օրվան, երբ աշխարհը նորից իր կարիքը կունենա։ Եթե ուզում ես բացահայտել պատմության ամենաշլացուցիչ և ոգեշնչող էջերը, չմոռանաս բաժանորդագրվել։